Հայկական արտադրողների համար վերջին շաբաթները բավական լարված էին։ Ռուսական Wildberries էլեկտրոնային առևտրային հարթակում Հայաստանից վաճառքների սահմանափակումներից հետո բազմաթիվ գործարարներ կանգնել էին անորոշության առաջ։ Մաքսային նոր պահանջներ, լրացուցիչ ստուգումներ, փաստաթղթային խնդիրներ եւ վաճառքների դադարեցում այս ամենը մեծ դժգոհություն էր առաջացրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, որոնց համար հարթակը դարձել էր արտահանման հիմնական ուղիներից մեկը։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարձրաբանում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, տեղեկացնելով, որ այսուհետ Wildberries հարթակի միջոցով Հայաստանում, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ է ունենալ ծագման սերտիֆիկատ։ Փաստաթուղթը ստանալու համար գործարարները կարող են դիմել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ։ Նախարարությունը նաև մանրամասնել է անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկը։ Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում պահանջվում են համապատասխանության սերտիֆիկատ եւ որակի հայտարարագիր։ Դրանց ստացման համար տնտեսվարողները կարող են դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին։ Այն ապրանքների դեպքում, որոնք պարտադիր սերտիֆիկացման ենթակա չեն, անհրաժեշտ կլինի ծագման սերտիֆիկատ կամ ապրանքի ծագումը հաստատող այլ փաստաթղթեր, հաշիվ ապրանքագիր, լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն եւ այլ հիմնավորող տվյալներ։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար արդեն պահանջվում է մաքսային հայտարարագիր։ Փաստաթղթային գործընթացների հետ կապված հարցերի դեպքում նախարարությունը գործարարներին առաջարկում է դիմել Wildberries-ի տեխնիկական սպասարկման կենտրոն։ Նախարարությունը հորդորում է հնարավորինս շուտ սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի նոր համակարգի անցումը տեղի ունենա առանց լուրջ խոչընդոտների ու ուշացումների։ Հիշեցնենք, օրեր առաջ Wildberries-ը փաստացի դադարեցրել էր Հայաստանից որոշ վաճառքներ։ Ընկերությունը պարզաբանել էր, որ սահմանափակումները կապված են Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպումների նոր պահանջների եւ առանձին ապրանքների խմբերի նկատմամբ վերահսկողության խստացման հետ։ Այդ պատճառով հայկական ապրանքների մի մասը բախվել էր լրացուցիչ ստուգումների եւ տեսակավորման կենտրոններում ուշացումների, սակայն արդեն այժմ հարթակը հայտարարում է հայկական արտադրության ապրանքների վաճառքների փուլային վերականգնման մասին։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն պետական մարմինների, գործընկերների եւ շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում որոշ ապրանքների քարտեր արդեն կրկին հասանելի են դարձել Հայաստանի սահմաններից դուրս։ Բացի այդ, Wildberries-ը խոստանում է վաճառողներին տրամադրել անհատական տեխնիկական աջակցություն եւ օժանդակություն ապրանքների առաջխաղացման հարցում։ Ընկերությունը նաեւ հայտարարում է, որ հարթակում կգործարկվի հատուկ բաժին, պատրաստված է Հայաստանում նշումով, որտեղ ներկայացված կլինեն հայկական արտադրության ապրանքները։ Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակը Հայաստանում տարբեր գնահատականների տեղիք է տվել։ Եթե պաշտոնական կողմը շեշտում է, որ խնդիրը հիմնականում տեխնիկական եւ մաքսային կարգավորումների դաշտում է, ապա հանրային ու քաղաքական շրջանակներում արդեն հնչում են տեսակետներ, թե գործընթացը միայն տնտեսական բնույթ չունի։ Որոշ գործարարներ եւ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ նոր պահանջներն ու սահմանափակումները կարող են լրացուցիչ բեռ դառնալ հայկական արտադրողների համար, հատկապես այն պայմաններում, երբ ռուսական շուկան շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Այս փուլում, սակայն, թե իշխանությունները, թե հարթակի ներկայացուցիչները վստահեցնում են, գործընթացը կարգավորման փուլում է, իսկ վաճառքների ամբողջական վերականգնումը ժամանակի հարց է։ Մինչ այդ հայկական բիզնեսը ստիպված է արագ հարմարվել նոր պահանջներին, պահպանելու արդեն ձևավորված շուկաներն ու վաճառքի ծավալները։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Ողջունելով հյուրերին, փոխվարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար եւ ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարեւորությունը։ Կողմերը քննարկել ու համաձայնեցրել են TRIP-ի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական բնույթի մի շարք հարցեր։ Մհեր Գրիգորյանը խոսել է նաեւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին, շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը եւ հեռանկարները։
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշարք։ Չեմ ուզում հեռացող ծավալեմ, ապրեմ, աղ 2 ամսը պետք է լինենք, ժամ 2 ամսը շարժվել ենք, պետք է լինենք հանրապետության հրապարակ։ Ինչ կա հանրապետության հրապարակ, հանրապետության հրապարակը։ Այդպես բաների խոսը հեռող սովարա։ Դո ես ինչ ուզում են խոսում եմ հեռախոսով, կա որ կրա գանձի մամային ասեց, մաման կիմանա ինչ մաս, չեմ ուզում հեռացող ծավալում, WhatsApp-ից զանգում, գամսա կզո կապ չունես։ Ես ախպեր, ոչ փող ունեմ, ոչ ինտերնետ ունեմ, գալու ենք, ոչ փող ես ասում, չէ, գալու ենք քեզի քո տանդեմից վերցնեն շարժվել։ Հա, որ իմաստ եմ ուզում ջոգեմ, նոր հասկանամ։ Ախպեր, մենք երաշխավորություն ունենք մամայի հետ կապված, գործի հետ կապված։ Իր մաման դե գիտի տեղյակա, հիմա մեզ պետք է մենք իրար աջակցենք։ Վաղ ով է գալım։ Էդի ով է այդ բանը հավաքի։ Լեռնագոգից գորը գիտես։ Չանեք դա բանը պետը զանգեց, բանի շտաբի պետն է զանգի արմանի, զանգեց ասեց ասենք տեներս մի բողոք չալիք են բարձրացրել, որ տեսքի գոյություն չունի, հիմա զանգում են հենց հաշվի նստեն էլի։ Հերասայի չի կառույցում կասած բարձրացնել էլի։ Դե բանը, բարազի քինալկյալ։ Բալուս։ Բարև ձեզ։ Ես ասի քո վրա չզանգեմ, չջղայնացում էի։ Ինչ է։ Ես ո՞։ Դու երեք մեզի ասի։ Արա հանգիստ է, ուղի զանգով դες բան չխոսած։ Դոլան օրաս։ Արա ասեմ, զանգով դες բան չխոսած, ո՞նց է կզանգի։ Էսի պարյամոսում եմ, հենց մի մարդիկ ընկեր մեծ այն 100,000-ով, 200,000-ով փող են տալում, պլյուս ստոցանվել Կարաբետյանը տել է, դա 180,000-ով փող է բաժնում։ Այդի բա վիդեոն եք դա, որը սարքած ռեպորտաժը վիդեո է ցավը։ Վիդեո չէ, ախպեր, ռեալ մարդկանցից ենք լսում, ախպեր, ռեալ, ժիվոյ, դեմը կայնում խոսում են, ախպեր, ու նաստո խոսում են մարդիկ։ Կարախի չի կարամ, պարյամոս տվյազի մեջ անգեր, պարյամոս տվյազի մեջ ա։ Ապրեն, եկը կապչի, բայց մարդիկ ապրեն, խնդրել մենք իրանց կողքը կայնենք։ Հա, ես իրանց կողքը կրամ 6,000 հոգով կայնեմ, եթե իրանք հենց մի արդեն լուծում կան։ Տակի չեք կա դուս գաք։ Ախկերս ես 2,000 հոգով կրամ իրանց կողքը կայնեմ հենց հեկուց։ Չես կարա իշխան։ Հենց կմի թո արդես լուծում կան, եթե ես հեկուց 2,000 հոգով իրանց կողը չկայնեն։ Սկիզ եվոքը 4 գյուղ այդքան չէ, ցավրտոնը։ Ախպերս տո թակել եմ գյուղի վեր են այ ախպեր, վե։ Գյուղով ընտրությունը համայնքից էլ ընկեր։ Բաղրամյան համայնքից 1200-ից 1500 հոգի կա ախպեր։ Այսինքն վաղը քեզ 2 սպինդեր եմ ուղարկում կամ 2 սպինդեր մարդ ուղարկես։ Չէ, ախպերս, եթե իմ հարցերին լուծում չի տվածվում, ընկեր։ Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին։ Ես իմ ավտոյով եմ գալու, ախպեր, ոչ մի ավտոբուսով չեմ գալու։ Հետո։ Գալիս ես դու։ Նա ինչ պայմանով։ Արա դե արա չենք հանում ախպեր, ես շիվեկալ լափել եմ քեզի բան չեմ տվել ախպեր, բայց հիմա այսօր ինձ զանգե կանչել է Վարդանը։ Դեկին Հասմիկյան, դες չեմ ասի, որ դու գիտեմ եկա ժամանակ չեք կարա կայնեք։ Վաղը մեծ հանրահավաքն է եւ չեմ ուզում զավարդեմ էլի հեռախոսով։ Ձեր տղաներից չէ, Երևան Հանրապետության հրապարակն ենք, մեքենայով տանում ենք, մենք բերում ենք։ Դուք քանի հոգի եք։ Դե ես Արամը։ Հա, ուզես հարևաններին ընդեղ չեն երևա, բայց քանակը կլծվեն էլի։ Ախր շատ ամխիթար են կասեք։ Դե ավելի լավ։ Բանը են հիվանդ տղան չէ, բայց եկու քույրերը հա։ Երջանիկ, իսկ որ մի հատ այդ նորային դու ասես, գիտես խի։ Ինքը ասեց գոնե սնունդ տան էլի։ Ես բան չունեմ ասել։ Դու ուզում ես Գիչ ուշ նորային ես զանգեմ քեզ, բայց նորային փոխած խոսամ հետը։ Համել գիտի որ կամ չգիտեմ որ նախընտրական աշխարհին ոչ մի բարեգործական բան չի իրականացում։ Կտանենք կպարկասեն, այդպես բան մենք չենք անում էլի։ Բայց այդ կխնեմ ընկերներից օքեյ կապ չունենք քաղաքականությամբ, իհաց կաջակցեն սրանք։ Եկո շաբաթվա մեջ իրան օգնությունը կգա։ Էլի։ Հա, 100%, միայն ոչ իրան, նաև քեզի։ Դե նայ Հա, պարենի փոխած։ Հա, մեկ դե ինձ էլ է ուրեմն այդ ցուցակումը ցնում։ Ես հիմա գնում եմ իրան։
Ես հոկտեմբերյան եմ իշտ ցավը տանեմ։ Իգին այդաջան չեմ ուզում հեռասով ծավալվեն։ Վաղը բան ունենք, հանդիպում ունենք Երևանում։ Ձեր հարմար կլինի ժամը 2-ին գնալու ենք 6:30 բան գյուղն ենք գտնելու։ Բայց ինչ հանդիպում է Երժոր ջան։ Հանդիպում չի, հանրահավաք է։ Եկամ հանրահավաքի ինչ անեմ։ Ընդհանրապես կողքը լինենք, դու գիտես ինչ համար եմ ասում։ Հա, հասկանում եմ, բայց դրանից ինչ օգուտ Երժոր ջան։ Օգուտը լինելա հունիսից հետո ցավը տանեմ։ Էշ մի սատկի կարունգա, հա։ Դե լավա քո ներկայությամբ ենք պայմանավորվել, որ հունիսից հետո գնալու ենք իր մոտ, ինքը ինչպես կամար անելու է։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Թեկուզ եւ աշխատանքի վայրում մեր մի մասը տանն է, կարելի ասել, մտածում է տան հետ կապված հարցերում եւ հակառակը տանը մեր մի մասը նաեւ աշխատանքի վայրում է։ Որն է գիտության եւ անձնական կյանքի սահմանագիծը։ Կենսաբան Հայարփի Ջավրիշյանի խոսքով դրանք հաճախ միահյուսված են։ Այնտեղ, որտեղ ավարտվում է գիտական հետազոտությունը, սկսվում են զգացմունքներն ու արժեքները։ Կնոջ դերերը փոխարինում են իրար առանց դադարի՝ գիտությունից ընտանիք եւ հակառակը։ Ամեն վարքյան փոշմանում ենք, ամեն վարքյան նաև հետ ենք վերադառնում, ու այդ ամեն ինչի պատճառը հետաքրքրությունն է դեպի գիտությունը, դեպի ինչ-որ խնդիրներ, ինչ-որ խոչընդոտների հետ կապված այդ լուծումներ տալը։ Կարծր տիպերն ու ցածը վարձատրությունը կենսաբանի մի պահ հեռացրել էին իր մասնագիտությունից, ստիպված այլ աշխատանքի էր անցել։ Միևնույն ժամանակ դա եւ հիասթափեցնող էր, եւ միևնույն ժամանակ դա թույլ չտվեց, որպեսզի մենք այնքան հիասթափվենք, որ թողենք գիտության ոլորտը։ Հայարփի Ջավրիշյանը հիմա ուսումնասիրում է քաղցկեղի կենսաքիմիական եւ բջջային ազդանշանների փոխանցման մեխանիզմները։ Կարող ենք նայել օրինակ քաղցկեղի կամ այլ ախտաբանության ժամանակ ինչպես են տարբեր թիրախ սպիտակուցներ քանակապես փոխվում բուժման ազդեցությամբ, կողմնորոշիչ այլ ազդակի ազդեցությամբ տարբեր օրգաններում։ Մասնագիտության ընտրությունը միշտ չէ, որ հեշտ է լինում, հատկապես երբ կարծրատիպերի է զբաղվում։ Ֆիզիկոս Աղավնի Կուտուզյանի գնահատականն է։ Վստահ է, կինը ավելի ստեղծագործ մոտեցում ունի գիտությանը, իսկ հատկապես ֆիզիկոսի առջև փնտրելու, մտածելու, նոր բան արարելու խնդիր է դրված։ Կինը գիտության մեջ չեմ կարող չհամաձայնվել, որ կարծրատիպի հանդիպում է վերաբերմունք, որ այդքան էլ չի վստահվում, որ կինը կարող է այո շատ տրամաբանող լինի, խորամիտ լինի, հավասար տղամարդուն։ Շատ հարցերի պատասխաններ ֆիզիկոսը ստացավ հենց այս ոլորտ մտնելով, պրպտելով ու ստեղծագործելով։ Ֆիզիկան գիտություն է բնության մասին, իսկ մարդը բնության մի մասնիկ է, միշտ ուզում է հասկանալ բնությունը եւ հասկանալ ինչի համար, հասկանալ, որպեսզի էլ ավելի օգտվի եւ կառավարի։ Ասում է, որ կարծիք կա, թե ֆիզիկան դժվարը ոչ հեռանկարային ուղղություն է, թե ոլորտում կայանալու, թե եկամտի տեսանկյունից, սակայն իրականությունն այլ է։ Մարդը եթե հետաքրքրվում է եւ ստանձնում է այդ բարդությունը սովորելու, անպայման հաղթահարում է։ Պարզապես պետք է ճիշտ միջավայր լինի եւ ճիշտ մոտեցմամբ մատուցվի դա։ Չնայած դժվարություններին, կին գիտնականները շարունակում են բացահայտել գիտության հետաքրքիր աշխարհը, նաև իրենց փորձը փոխանցելով երիտասարդ սերնդին։ Հասմիկ Պողոսյան, Աշոտ Խաչատրյան։ Եվրամիությունը փորձում է թույլատրել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ եւ ուժեղացնել ազդեցությունը հանրապետության վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը։ Նրա խոսքով Բրյուսելը ձևավորում է Ռուսաստանի բացասական կերպարը Մոսկվան ներկայացնելով որպես Հայաստանի անկախության հակառակորդ։ Եվրամիությունում Մոսկվային անհիմն մեղադրում են հիբրիդային հարձակումների եւ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար, միաժամանակ անտեսելով սեփական ակտիվ մասնակցությունը հանրապետության ներսում ընթացող գործընթացներին։ Տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը։ Հանրապետությունում արդեն 2 առաքելություն է ծավալվել, որոնք նման են այն առաքելություններին, որոնք գործարկվել են Մոլդովայում նախընտրական քարոզարշավի ժամանակ, նշել է Կալուգինը։ Նրա խոսքով անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության եւ բարգավաճման ապահովման գործիքների առումով ոչ մի հստակ այլընտրանք Եվրամիությունը Հայաստանին չի առաջարկում։ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենն անդրադարձել է նոր ատոմակայանի հարցին, հայտնելով, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության
համակայանի նախագիծ, որը կարող է բավարարել երկրի կարիքները եւ ապահովել էլեկտրաէներգիայի էժան սակագներ սպառողի համար եւ խթանել երկրի արդյունաբերության աճը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում դիվանագետը նաեւ նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին բարձրաբանել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ Երևանին անհանգստացնող բոլոր հարցերը։ Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք, նկատել է Կալուգինը։ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք գոյություն չունի եւ որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ում։ Այլընտրանք չկա բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից, որոնք շարադրված են 14 կետից բաղկացած առաջարկում։ Ցանկացած այլ մոտեցում կլինի միանգամայն ապարդյուն եւ կհանգեցնի միայն իրար հաջորդող ձախողումների, նշել է նա։ Ղալիբաֆի խոսքով, որքան Միացյալ Նահանգները ժամանակ ձգի, այնքան ամերիկացի հարկատուներն ավելի բարձր գին կվճարեն դրա համար։ Ավելի վաղ Իրանը Միացյալ Նահանգներին ուղարկել էր հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին իր պատասխանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այդ առաջարկն անընդունելի էր որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների, առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Մայիսի 11-ի երեկոյան Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան առաջարկին Իրանի տված պատասխանը, նշելով, որ այն նույնիսկ մինչև վերջ չի կարդացել։ Թրամփը շեշտել է, որ երկու երկրների միջև համաձայնագրով Իրանը պետք է խոստանա, որ կհրաժարվի իր միջուկային ծրագրից։ Սակայն նրա խոսքով Իրանի պատասխան նամակում դա արտացոլված չէր։ Թրամփի պնդմամբ Իրանը համաձայնել էր, որ ԱՄՆ-ն հեռացնի միջուկային օբյեկտների փլատակներում մնացած հարստացված ուրանը, սակայն Իրանի վերջին առաջարկում այդ կետը չի ներառվել։ Իրանը եւ Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժն ընդհանուր սահմանով, ասված է Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քազեմ Ալ-Արաջիի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Կողմերը կարևորել են անվտանգության ոլորտում համատեղ համակարգման ամրապնդումը, սահմանային հսկողության միջոցառումների խստացումը եւ ահաբեկչական կամ զինված խմբերի ցանկացած ներթափանցման կամ տեղաշարժի կանխումը, որոնք կարող են սպառնալ երկու երկրի եւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Փաստաթղթի համաձայն իրանական կողմը տեղեկություն է ներկայացրել Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում ներկա իրանական որոշ զինված խմբավորումների գործունեության մասին։ Եվրամիության խորհուրդը հայտարարել է Սիրիայի հետ համագործակցության համաձայնագրի մասնակի կասեցումը դադարեցնելու որոշման մասին։ Դա նշանակում է համագործակցության համաձայնագրի լիարժեք կիրառման վերականգնում, որը կարևոր քայլ է Եվրամիության եւ Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում, ասված է խորհրդի հայտարարությունում։ Կասեցումը վերաբերում էր սիրիական մի շարք ապրանքների, այդ թվում նավթին, նավթամթերքին, ոսկուն, թանկարժեք մետաղներին եւ ադամանդներին։ Բրյուսելը բացատրել է, որ սահմանափակումների չեղարկումը համապատասխանում է Եվրամիության ավելի լայն քաղաքականությանը, աջակցելու Սիրիայում խաղաղ ու ներառական անցմանը եւ նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական վերականգնմանը։ Դավիթ Մուրադյան։ Օրեր առաջ Գավառի գերեզմանոցի տարածքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքներ։ Հիմնանորոգվում են արևելյան եւ արևմտյան մուտքերն իրար կապող ճանապարհները։ Կատարվել են նաեւ անցուղիների իրականացման աշխատանքներ։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։ Այս ճանապարհը ես գտնում եմ, որ շատ անհրաժեշտ էր մեր ազգաբնակչությունը, մեր Գավառի բնակչությանը։ Ես կողքի արևաների հետ էլ խոսել եմ, շատ գոհ են, շատ գովում են, շատ շնորհակալ ենք նախաձեռնողներից։ Հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի արժեքը 66 միլիոն դրամ է, որը հավասարապես հատկացվելու է պետական եւ համայնքի բյուջեներից։ Կատարվել է հողի անույթ 15-ից 17 սանտիմետր հաստությամբ, խճային հիմքի տեղադրում եւ բիտումի տարածում խճային հիմքի վրա, որից հետո տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ 5 սանտիմետր հաստությամբ։ Աշխատանքները ընթանում են բարեհաջող։ Շինարարությունն իրականացնող կազմակերպությունից տեղեկացնում են, որ եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի վերջ։ Խորհրդությունների ժամանակ բոլորս էլ բարձրանում ենք։ Իհարկե շատ աջելի է, շատ կարևոր է բոլորիս համար։ Արդեն ասֆալտապատ Գավառ քաղաքի Իսահակյան եւ Իսահակյան երկրորդ Նրբանցք փողոցների հիմնանորոգման մասին եւս բնակիչները ողջավորությամբ են խոսում։ Իմ 5 տարեկան տեսքով ստե ասֆալտ չի ելե, շնորհակալություն առողներից։ Քեզ գումես քաղաքում ու քաղաքացի ու շատ աճիկով
ման էս գալ, հեսա թոր եմ ունեցե, թորնիկի հետ գլնեմ, ման կգամ։ Իսահակյան եւ Իսահակյան երկրորդ նրբանցք փողոցները եւս հիմնանորոգվում են Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն։ Մայիսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4145 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 333 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 163 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 83 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 30 չամրակապված վարելու 483, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 487, վարելի սեռախոսից օգտվելու 247, հետիոտնի սահմանված վայրով անցնելու 56 եւ 1464 այլ իրավախախտում, 109 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 113-ը տեխնիկական զննություն չանցած, 61-ը լուսարձակների անսարքությամբ, 17-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 47 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15920 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 229 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 430, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 3 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 54 չամրակապված վարելու 4085, առանց մանկական նստատեղի քարսիթի 321, վարելու ընթացքում ծխելու 648, վարելի սեռախոսից օգտվելու 716, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 102, արագության գերազանցման 2853 եւ 4578 այլ իրավախախտում, 293 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 974-ը տեխնիկական զննություն չանցած, 360-ը լուսարձակների անսարքությամբ, 163-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 8 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։